Պայմաններից ես պատմում եմ, ձեզ մեկուսարանի պայմանները անտանելի են, ընդհանրապես կարելի ասել ոչ միայն մեր դեպքով է պայմանը անտանելի, այլ բազմաթիվ դեպքերով վերջի շրջանում իմ բոլոր պաշտոնյաները, ովքեր գտնվել են մեկուսարաններում, նրանց պայմանները ուղղակի չեն համապատասխանել ոչ ազգային ստանդարտներին, ոչ միջազգային ստանդարտներին։ Եվ 2 օր առաջ մենք իմացանք, լուր լսեցինք, որ նորից մարդ է մահացել կալանավոր մեկուսարանում, դա անմավիր քրեակատարողական հիմնարկներ, այսինքն կալանավայրում մարդ է մահացել։ Ինչու են այդքան շատ այդ դեպքերը մահվան, որովհետև մարդիկ հիվանդ են այնպիսի հիվանդություններով, որոնք անհամատեղելի են կալանքի հետ եւ կրում են կալանք։ Մինչդեռ այս պայմաններում միանշանակ նրանց պետք է ազատեին կալանքից եւ հնարավորություն տային բուժվելու եւ հնարավորություն տային իրենց կյանքը երկարաձգելու։ Մինչդեռ այս պայմանները խախտվում են։ Հիմա պարոն Ղուկասյանի պահման պայմանների հետ կապված, այո, արգելում են նյութեր տրամադրել, ասում են բացառապես նյութերը պետք է վերաբերվեն այն գործին, որը իրենք կատարում են գրաքննություն։ Այսինքն այն փաստաթղթերը, որ մենք իրեն փոխանցում ենք, ամբողջը զննում են, քննում են, թե ինչի մասին է։ Բացի այդ, պայմանները մեկուսարանում հետևյալն են, 15 մետր խուց է, 15 քառակուսի մետր խցում պահվում են 4 կալանավոր, որոնցից 2-ը օրինակ ծխող են, իսկ պարոն Ղուկասյանը ծխող չէ, եւ ինքը հիմա գտնվում է պասիվ ծխողի կարգավիճակում։ Ունի բավականին լուրջ հիվանդություններ, որոնք նույնպես անհամատեղելի են կալանքի հետ։ Օրինակ, շաքարային դիաբետ 2-րդ տիպ, լաբիլ ընթացքով, այսինքն լաբիլ ընթացքը այն է, որ ես եմ հրավիրում բուժքույրին, ասում եմ հենց հիմա իմ մոտ չափեք նրա շաքարի պարունակությունը արյան մեջ, կարող է լինել 20 եւ կարող է լինել 2-3։ Այսինքն այդ տատանումը, որ 20 է բարձրանում եւ 3 է իջնում, մարդու մոտ առաջացնում է կտրուկ առողջական խնդիր, ընդհանուր միջև կարող է կոմայի մեջ ընկնել մարդը։ Հաջորդ խնդիրը դա սրտի հետ է կապված, աորտայի անիվրիզմը, ովքեր որ կարդիոլոգ են, սրտաբան են, նրանք գիտեն, թե դա ինչ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար։ Դուք ականատեսը եղաք ամսի 7 նոյեմբերի, երբ նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնը պատրաստ էր տրամադրել համապատասխան լիարժեք ամբողջական բուժօգնություն, բայց քրեակատարողական ծառայության պետը հավանաբար կամ չգիտեմ ում կարգադրությամբ եկան առավոտ շուտ եւ պարոն Ղուկասյանին առանց շտապօգնության մեքենայի հետ տեղափոխեցին նորից խուց ընդհատելով բուժօգնության տրամադրումը։ Մինչդեռ դուրսգրման էպիկրիզով հաստատված է, որ նա կարիք ունի լրացուցիչ սրտի այդ աորտայի եւ այլի հետազոտման, որպեսզի պարզվի դրա բուժման եղանակները։ Արիթմիան ինչպես պետք է բուժեն, մնացած հարցերը ինչպես պետք է բուժեն, սրտի հետ կապված։ Բացի այդ գրված է, որ պետք է ունենա հնարավորություն մշտադիտարկման էնդոկրինոլոգի եւ կարդիոլոգի կողմից։ Այս ամենը ամսի 7-ից սկսած տեղի չի ունեցել։ Այս ամենի հետ կապված մենք բազմաթիվ բողոքներ եւ դիմումներ ենք ներկայացնել, ընդհանուր միջև իր բուժող բժիշկները իրեն այցելեն, նույնիսկ դա է մեզ արգելվել։ Այո, մի դիմել ենք, միպը այս հարցով որևիցե գործառույթ չի իրականացրել, որևիցե աջակցություն չի ցուցաբերել։ Հիմա մենք լրացուցիչ նորից հայտարարություն ենք, ընդհանուր մինչև այս պահը բոլոր այն փաստաթղթերը, որը վերաբերում են պարոն Ղուկասյանի առողջությանը, անձամբ իրեն չեն տրամադրել։ Իր փաստաթղթերը ինձ պատասխանում են, որ դա բժշկական գաղտնիք է, ձեզ չեն կարող տալ, մինչդեռ պարոն Ղուկասյանը հայտարարությամբ է հանդես եկել, որ բոլոր այդ թվում բժշկական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերը տրամադրել, բայց այդ ՊՕԱԿ կոչեցյալը, որը ղեկավարում է Կամո Մանուկյանը, որի պատասխանատվության տակ էր մտնում 2 օր առաջ այն դեպքը, որ մարդը մահացավ Արմավիր քրեակատարողական հիմնարկում, այս Կամո Մանուկյանը ինչ որ պարբերաբար ինձ նամակներով պատասխանում է, որ այս հղումն է կատարում, այն հղումն է կատարում, բայց չի կատարում իր ուղղակի պարտականությունները։
Այս ընթացքում երրորդ մեղադրանքն այո հիմա տեսեք ես նոր դահլիճում էի եւ դահլիճի ոստիկաններն են ոստիկանների ցուցմունքի հիման վրա ծնվել է այդ երրորդ մեղադրանքը շինցու որևիցե ձայնագրությամբ որևիցե հայոյան դատարանը չի հետազոտել այն օրվա գիշերվա դատական նիստի ժամանակ Ես եկել էի իհարկե մի քիչ ուշացա, որովհետև այդ դատական նիստ ունեի, ես պետք է ներգրավեի եւ պետք է հայտարարությամբ նաեւ հանդես գային, որ այս դատարանում, այս դատավորը եւ հեռացել է դատարանի դահլիճից, անկախ նրանից նա հեռացել է, բայց իմ պաշտպանյալը, պարոն Ղուկասյանը եւ Սպարտակը գտնվել են դատարանի դահլիճում եւ իրենց նկատմամբ հաստատի երրորդ գործն է կարվել ում կողմից դատարանի դահլիճում գտնվող ոստիկանների ցուցմունքների հիման վրա այսինքն որևիցե իրավախախտում չի եղել բայց ինչ որ ոստիկաններ որոնք ուղեկցում են գնացել են ցուցմունք են տվել որ իրանք լսել են ինչ որ խոսակցություններ խոսքեր են լսել որոնք իբրև թե խուլիգանություն են այսինքն սա ինչ է նշանակում դատարան գնալը արդեն իսկ ռիսկային է Սպարտակ Ղուկասյանի եւ Վարդան Ղուկասյանի համար, որովհետեւ կարող են գալ դատարան, մեկ է մարդիկ կան, օրինակ, լինեն կին կարգադրիչներ, ասեն իրենց, չգիտեմ, այլ մի ոտնձգություն է կատարվել, այսինքն արդեն դատարանը դարձել է ուղղակի ռիսկային գոտի, նաեւ այլ մեղադրանքների համար։ Հիմա այդ ռիսկային գոտում են նրանք գտնվել, որ երրորդ մեղադրանքն է նրանց նկատմամբ առաջադրվել, այն էլ ոստիկանների ցուցմունքի հիմա այն 100 տարվա ձեռագիրը, որ ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց կալանավորում էին, հիմա նույն ձևի շարունակվում է։ Այդ 100 տարվա ձեռագրի մեջ մտնում է Սպարտակ Ղուկասյանի կալանավորումը։ Բացի այդ դատավոր Տաթևիկ Մուրադյանը հատուկ ջանասիրությամբ պատկերացրեք փակել է բոլոր հնարավորինս տեսակցությունները եւ շփումը Սպարտակ Ղուկասյանի եւ նրա անչափահաս երեխաների հետ կնոջ հետ, մոր հետ, այսինքն դա ինչ պետք է անել։ Հիմա հարց է առաջանում, այս դատավորը մայր չունի, չկա, դա չի կարող հիմնավորվել, դա հնարավոր չի հիմնավորել, բացարձակ անհիմն, այսինքն նախ պետք չէր այդպիսի դատականակ կայացնել, այն էլ այդպիսի դաժանությամբ դատականակ։ Հետևաբար այս պայմաններում դուք ինչպես եք պատկերացնում արդարության հասնելը, դա հնարավոր է, մի շատ խնդիրներ դուք նշեցիք, որոնք այդպես Գիտեք, շատ դժվար է, իմ փորձը ցույց է տալիս, որ պետք չէ իհարկե նահանջել, պետք է պայքարել, մեկ ամիս եւ ավելի, մի քանի օր ավելի արդեն պարոն Ղուկասյանը կալանքի տակ է, Իհարկե դժվար է եւ հատուկ են անում այդ պայմանները, ես դες ասեմ այդ պայմանները, որը 15 քառակուսի մետր խցում ոչ միայն ծխողներն են, չծխողների հետ, այլ նաեւ այդտեղ է գտնվում նաեւ տուալետը, որը անջատվում է խցակիցներից ուղակի գարակույրով։ Այսինքն սա ուղակի ամարտկային վերաբերմունք է այդ խցում պահվող մարդկանց նկատմամբ, որտեղ չկա նաեւ օդափոխություն։ Այսինքն 24 ժամ մարդը գտնվում է մի խցում, որը եւ տուալետ է, կներեք, եւ քնելու տեղ է, եւ հաց ուտելու տեղ է, եւ հանգստանալու տեղ է, եւ, չգիտեմ, ապրելու տեղ է։ Այսինքն դա այդ միջավայրը այդպիսին է։ Առաջ դատարան դաշտում Վարդան Ղուկասյանը անդրադառնալով իր այս մեղադրանքներին ասաց, որ սա վենդետա է, ընդ որում ընտանեկան վենդետա։ Դե ակնհայտ է, եթե մի ընտանիքում ապրում են, օրինակ մենք առաջի անգամ իմացանք, մեկ ամիս առաջ այստեղ այն մյուս դահլիճում էր, հոկտեմբերի 20-ին լույս 21-ը, որ պարոն Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմիջապես, երբ նա ընտրվել է Գյումրու քաղաքապետ, անմիջապես Երևան քաղաքի առաջին ընտրանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել գաղտնալսել իր բնակարանը, որտեղ ինքը ապրում է իր որդու ընտանիքի, երեխաների, թոռների, կնոջ, պարբերաբար բոլոր երեխաները գալիս են գնում են, այսինքն բնակարան, որտեղ ապրում է մարդը իր ընտանիքի հետ, գաղտնալսել են իրեն եւ իր ընտանիքի անդամներին, միջամտություն մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի։
Անմիջապես եւ այդ միջամտությունը եղել է ամիսներ շարունակ երկարացրել են, հետո երբ արդեն ունեցել են պատվեր, նոր սեպտեմբեր ամսին ինչ որ գաղտնալսումներ են այդտեղից սղագրել, մենք չենք տեսել ոչ մի ձայնագրություն, ոչ մի ձայնագրություն չի հրապարակվել դատարանում։ Պահանջել ենք բերեք այդ ձայնագրությունները, եթե ինչ որ մի բան կան, որ առնչություն ունեն մեղադրանքի հետ, բերեք դատարան լսենք։ Ոչ մի ձայնագրություն չի ներկայացվել։ Եվ այդտեղից համառատագրեր են ինչ որ արել սեպտեմբեր ամսին, բայց դատարանը ինչ իրավունքով է ապրիլ ամսից սկսած տվել գաղտնալսումների որոշումը ու պարբերաբար մինչև հոկտեմբեր երկարացրել այդ գաղտնալսման որոշումները, այսինքն ակնհայտ է, որ մարդը իհարկե վենդետա է, ընտանիքի անդամներին են, միայն ընտանիքի անդամներին չէ, ամբողջ գյումրեցիների նկատմամբ է վենդետա, որ գյումրեցիները ունեցել են այլ կարծիք, ինչպիսին ունենան իշխանություն, ինչպիսի տեղական ինքնակառավարում ունենան, այսինքն այս վենդետան վերաբերյալ դուք չտեսաք քաղաքապետարանի հետ ինչ էին անում, իդեպ ասեմ, պարոն Ղուկասյանին նաև հայտնի է, որովհետև գյումրեցիներն են այդ մասին մեզ հայտնել, դեռ պատկերացրեք ամսի 20-ին չկա հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշում, բայց արդեն առավոտ ժամը 5:30-ից 6-ը Գյումրիի մատույցներում Երևանից զորքեր են տեղափոխել, որպեսզի առավոտը հենց ունենան այդ որոշումը սկսեն օպերացիան, այսինքն նախապես ամեն ինչ պլանավորված է եղել, այդ դիմակավորված մարդիկ, այդ վարքագիծը նրանց դրսևորված ագրեսիան, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները, 45 մարդ կալանավորել միանգամից մի քանի օրերի ընթացքում։ Այս ամեն ինչը մենք տեսել ենք օրինակ մարտի 1-ի ժամանակ։ Դրանից հետո ենք տեսել։ Հիմա սրանք կրկնում են։ Երևի մի 20,000 մարտի 1 են սարքել։ Ընտրություններից առաջ որևէ գործողություն է, թե սա քաղաքական գործընթաց է, միանշանակ քաղաքական պատվեր է, հիմա թե ընտրության կհասնեն, թե ինչ կլինի, ես չեմ կարող այս բանը ասել, բայց միանշանակ քաղաքական է։